Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում հայոց աշխարհաժողով շարժման ներկայացուցիչ Էդգար Մակարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մակարյան ընդունելու համար։ Մենք մեր նախորդ քննարկման ժամանակ խոսում ենք արժեքային դաշտից, հասարակության ընկալումներից, արժեքային մոտեցումներից եւ թե ուր պիտի գնա այս հասարակությունը։ Մեր այդ զրույցից հետո տեղ ունեցավ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը, Քրիստոսի պայծառակերպության տոնը, եւ մենք տեսանք եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած այս իշխանությունը փաստորեն նաեւ այդ տոների մակարդակում շարունակում է այդ պայքարը, պայծառակերպության տոնը վերածվել էր վաքխանալիայի հեդոնիզմի տոնի Երևանի կենտրոնում հեթանոսական ծիսակարգեր ըստ էության Նեպտունի մասնակցությամբ կիսամերկ կանանց, տղամարդկանց, սեռական ակտ պատկերող տեսարաններով, բարերի տեսքով։ Սա ինչի մասին է խոսում, որ գաղափարական դաշտում իշխանությունը այսպես շարունակում է այդ պայքարը եւ հասարակությանը նաեւ այս մակարդակում կտրում է քրիստոնեական արժեքներից, խնդրեմ։ Այո, շատ ճիշտ եք ասում, բայց եթե ձեր ասած այո, ընդամենը մեկ դրվագ ամբողջ մեծ թատերականության, որը այս մի քանի տարի իրականացում է Հայաստանում, դրա մեկնարկային վառ կետը, որը ճիշտ բնութագրել է այն ինչ կատարվում է եւ դեռ պետք է կատարվի Հայաստանի Հանրապետությունում, մեկ նախադասությամբ, այսպես ասած, գաղտնազերծված ներկայացված էր որպես բաբելոնյան աշտարակաշինություն։ Դա 2015 թվականի մարտի 1-ի հայտնի ելույթներ Ազատության հրապարակից Լևոն Տեր-Պետրոսյանի, որից հետո արդեն շատ եմ այս մասին խոսացել, գնաց մոլոր քայլերը սահմանադրությամբ, դա նախապատրաստել է իրավասահմանադրական այդ փոփոխությունը կատարելու 2009-15 թվականի արդեն դեկտեմբերին, որից հետո 2018 թվականի հեղափոխություն կեղծ եւ հետո Արցախի հանձնում, հիմա այս ամբողջ ընթացքը, այսինքն սա ամբողջ մեկ փաթեթի տարբեր արարներն են, իրենց տարբեր հանգուցալուծումներով, բայց մեկ նպատակի բաբելոնյան աշտարակաշինության։ Հետևաբար պարզ ու տրամաբանական է, որ այդ բաբելոնյան աշտարակաշինությունը նաեւ պետք է ունենա ձեր նկարագրած բոլոր բովանդակություններն ու դրսևորումները։ Բայց մենք ինչ ենք ասում, այս ամենին հաղթարելու ճանապարհը, եթե դրված է մեծ նման պրոյեկտ այս տարածաշրջանում եւ Հայաստանում, չես կարող քաղաքական պարզունակ գործընթացներով եւ գործիքակազմերով հաղթահարել, որտեվ քո դեմ չի խաղում իշխանության այս կամ այն դեմքը կամ անհատը, այլ խաղում է գլոբալ այն մեծ խաղացողը, համաշխարհային այն ծովահրեշը, որը իր պրոյեկտի մեջ, համաշխարհային պրոյեկտի մեջ ունի բաբելոնյան աշտարակաշինություն, որի դեպ առաջնային թիրախներից մեկը հենց քրիստոնեությունն է։ Այսինքն մեր դեմ կռվողը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է իր իշխանական լծակներով եւ իր իշխանական թիմով, ոչ թե նույնիսկ մեր տարածաշրջանում մեր թշնամական հարևաններն են, այլ ավելին սա քաղաքակրթական մեծ պայքարի բովանդակության մեջ է, հետևաբար քաղաքակրթական նման մարտահրավերին հնարավոր է պատասխանել միայն քաղաքակրթական մեծ նախագիծ ունենալով։ Այնինչ ինչի մասին մենք ենք երկար տարիներ խոսում։ Հիմա այս տրամաբանության մեջ է, երբ որ ասում ենք գնում է բաբելոնյան աշտարակաշինություն, ապա բաբելոնյան առաջի աշտարակաշինությանը հաղթած հայք քաղաքակրթությունը ինչ նոր նախագիծ ունի համաշխարհային մասշտաբի, որպեսզի կարողանա հաղթի ներկայիս բաբելոնյան աշտարակաշինությանը։ Հիմա այստեղ է դեր ասած այդ գեդոնիստական մարդ տեսակի, որ ընդհանրապես մեկ քայլ հետո վերածվելու է ստրուկ մարդու նեոստերկատիրական հասարակարգում թվային կոնցլագերների մեջ, մենք առաջարկում ենք հոգևոր մարդու գաղափարը, որի համար, էլի եմ կրկնում, այս տաղավարից էլ եմ ասել,
ամեն տեղ եմ ասում, մարդը ոչ միայն կենսաբանական էակ է, ոչ միայն բանական էակ է, ոչ միայն սոցիալական էակ, այդ թվում նաև քաղաքական էակ, այլ այդ ամենով եւ այդ ամենից վեր ու առաջնահերթ հոգեվոր էակ է։ Սա այն քաղաքակրթական հայտն է, որը պետք է հայությունը դնի սեղանին։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև նայեք, մենք ասում ենք, որ հայոց ազգը իր այս մի քանի հազարամյա ընթացքում քաղաքակրթական նման հանգույցային կետերում կարողացել է ճիշտ որոշում կայացնել եւ դուրս գալ նման ճգնաժամային իրավիճակներից։ Այդպիսի ճգնաժամեր, ինչպես ասեցինք, հենց Բաբելոնյան առաջին աշտարակաշինության ժամանակ, այդպիսի ճգնաժամ էր քրիստոնեության ընդունման ժամանակ, եւ հայոց ազգը իր քաղաքակրթական ստարտափը նորացումը արեց եւ դրանով ուղանշեց ապագա պետականակարգությունների ընդհանրապես մարդկության զարգացման ճանապարհը, ուղենիշը։ Հիմա եկել է այդ ժամանակաշրջանն է փակվում, մարդկությունը մտնում է խորքային ճգնաժամի մեջ, քաղաքակրթական ճգնաժամի, եւ հիմա նորացումի նոր ժամանակաշրջան է։ Հետևաբար, ինչ հայտ ես դնում սեղանին։ Սա կարևոր է։ Եվ հիմա մենք այստեղ է, որ այդ հոգեվոր մարդու գաղափարն ենք առաջ քաշում, որպիսի նայեք, ուրեմն ելի եմ ասել, այս տաղավարից նորից կրկնենք, որտեվ հենց քրիստոնեության ընդունման ժամանակ ձևավորվեց այսպես ասած կրոնական բարոյական մտածողությունը, որ մարդը աշխարհը պատկերացնում է, ճանաչում է, հարաբերվում է այդ աշխարհի հետ կրոնական բարոյական համատեքստում։ Դա իր կյանքի իմաստը ձևավորում, դա իր կյանքի նպատակը ձևավորում, հետևաբար նաև կյանքի առաքելությունը ձևավորում, թե մեկ անհատի, թե հավաքականության որպես ազգի։ Քաղաքական դարաշրջանը երբ եկավ փակեց կրոնական ինքնության դարաշրջան եւ բացեց քաղաքական ինքնության դարաշրջան, քաղաքական ինքնության դարաշրջան ձևավորեց քաղաքական գիտակցություն, քաղաքական հասարակություն եւ այդ քաղաքական հասարակությունը բերեց իր բովանդակությունը, բերեց կյանքի իր իմաստը, հետեւաբար իր առաքելությունը։ Հիմա քաղաքական աշխարհը մտել է ճգնաժամ, նախնդիր ունի անցում կատարելու եւ հիմա գալիս է քաղաքակրթական անցման ժամանակաշրջանը, երբ ապագայի տեսլականը ոչ թե քաղաքական ալգորիթմներն են սահմանում եւ ձևում, այլ քաղաքակրթական մեծ առաքելությունները, թե այդ ապագայի հազարամյակների մեջ ինչպիսի առաքելությամբ է զարգանալու մոլորակը, մարդկությունը, դրա մեջ արդեն յուրաքանչյուր անհատ, ազգ, պետություն եւ այլն։ Հիմա այստեղ մենք առաջարկում ենք քաղաքակրթական նոր այդ բանաձևը, որը վերափոխելու է մեր պատկերացումները կյանքի հանդեպ, արդյունքում ձևավորելու մարդկային նոր հարաբերություններ, հասարակական նոր հարաբերություններ, ձևավորելով նոր պետականակարգություն։ Եվ այդ պետականակարգությունները ոչ թե քաղաքական միավորներ են, ոչ թե սուսկ ազգ, քաղաքական ազգեր են, այլ քաղաքակրթական ազգեր են եւ քաղաքակրթական պետություններ են։ Սա այն հիմնարար փոփոխությունն է, որը տեղի է ունենում հենց հիմա Հայաստանում եւ ողջ աշխարհում, այսինքն անցում կատարելու ժամանակաշրջանը։ Ինչով է օգնում մեզ, այսպես ասած, ներկա վարչախումբը։ Նայեք, եթե այս ինչպես կա հայկական լավ խոսք կա, չէ՞, ասում է, եթե դու չարիքը չես կարողանում հաղթահարել, չարիքը մնում է չարիք, որտեղ յուրաքանչյուր չարիքը կարող ես հակադարձել բարիքի, եթե կարողանում ես այն հաղթահարել։ Եթե չես հաղթահարում, այն խորանում է, խորանալու արդյունքում վերածվում ես գոյության այսպես սպառնալիքի, եթե այդ գոյութենական սպառնալիքն էլ չես կարողանում հաղթահարել, նա դառնում է ուղղակի վախճանաբանական դատավճիռ։ Հիմա մենք այդ անկման մեջ ենք, որ կարող է շատ հավանական վերածվել իրոք վախճանաբանական դատավճիռի, եթե իրան չհակադարձենք բարիքի։ Իսկ որտեղ է բարիքը, որ մինչև Նիկոլ Փաշինյանը մենք ուղղակի ապրում ենք իներցիայով։ Այսինքն տրված էր մեզ ինչ-որ պետականակարգություն, այդ պետականակարգության մեջ դրված էր, դե ստեղծել ենք անկախ պետություն, Արցախ աշխարհն էլ մերն է, հաղթել ենք, մեր կյանքի նպատակն է մեր առօրյա փող աշխատելներ, հիմա մեկը կաշխատեր օրը 10,000 դրամ, թե մեկը 100,000 դրամ, թե մեկը 100,000 դոլար, այստեղ իրական չէ։ Բոլորս նույն մրցավազքի այդ սկյուրիկի անիվի մեջ ենք, ամեն օր պտտվում ենք այդ սկյուրիկի անիվի մեջ, յուրաքանչյուր իր բաժին, այսպես ասած, ընկույզի համար։ Հիմա այդ ընկույզը փոքր է, մեծը դա հաշվի չենք առնում, էականն այդ չէ։ Հիմա Նիկոլն եկավ ասես, որ ձեր այդ իբր ապահով ինքնանպատակ կյանքը ես փճում եմ, դուք կարող եք վաղը լինեք որպես պետություն, կարող չլինեք վաղը որպես պետություն, դա իմ քմաճույքից է կախված եւ իմ զոհաբերության աստիճանից է կախված, ես ինչքան եմ զոհաբերելու այս պետությունը։ Հիմա այս առումով դու կանգնում ես գոյաբանական սպառնալիքի առաջ, որտեղ կյանքը քո մի վայրկյանով քո աչքերի առաջ անցնում է, եւ դու պետք է հիմա որոշում կայացնես, ինքնագիտակցության գաս, ինքնորոշման գաս, լավ, քո կյանքի նպատակ անհատական եւ ազգային եւ պետական առումով որն է։ Եվ հիմա այստեղ է, որ ինքը քեզ ստիպում է, որ դու կարողանաս այդ ինքնորոշման առանցքի շուրջը գաս։ Ինքնորոշում մենք 1991 թվականին արեցինք անկախ պետականության։ Հիմա եկել է նոր ժամանակաշրջան, որովհետեւ այդ ինքնորոշումը գնա նոր քաղաքակրթական պետության բանաձևին, որի հիմքում ասում ենք չկա քաղաքակրթական այդ պետություն, եթե այդ պետության հիմքում դրված չէ ազգային քաղաքակրթական կոդերը, առաքելությունը։ Իսկ մենք բազմիցս ենք ասել, որ այդ առաքելությունը եւ դրա կոդերը կայանում են մեկ հիմնարար բանաձևի մեջ։
որ հայոց ազգը կանչված եւ կոչված է ընդունելու եւ վկայելու Աստծուն, որից բխում է, որ նա պարտավոր է ճանաչել եւ կայացնել Աստծո կամքը, որից էլ բխում է, որ նա պարտավոր է ամեն ինչ առաջ որոնել Աստծո արքայությունը ու նրա արդարությունը։ Այսինքն սա է հայոց առաքելական քաղաքակրթական կոդերը, որը պետք է դրվի այդ ստեղծվող, այդ անցումն ապահովող քաղաքակրթական պետության բանաձևի մեջ։ Որի արդյունքում, երբ որ մենք արդեն խորանում, բալա որն է այդ արդարությունը աստվածային իրականությունից հետո սոցիալ հասարակական կյանք ոնց է ներմուծվելու, ոնց է դրսևորվելու, մենք կտեսնենք, որ այդ քաղաքակրթական նոր պետությունը բերում է հասարակարգային, կաթուցաձևային նոր մոդել, որտեղ արդեն ամենակարևորը ընդհանրապես իշխանության, որ մենք ասում ենք ժողովրդավարություն ասում ենք, որ դա ժողովրդի իշխանությունն է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ նրա կրողը եւ նրա ռեալիզացնողը, մենք հանկարծ հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է նրան, ով տիրապետում է ռեսուրսներին։ Ֆեոդալական հասարակարգում ռեսուրսը ամենամեծ իշխանը նա էր, ով ամենամեծ հողակտորն ուներ, ում վրա աշխատում են ամենաշատ ճորտեր, այսպես ասած։ Կապիտալիստական աշխարհում նա ով տիրապետում է կապիտալի ռեսուրսին, նա է իշխանության տերը։ Հիմա ժողովրդավարությունը ասում է դու պետք է լինես այդ ռեսուրսի տերը, բայց եթե դու ռեսուրսի տերը չես, խոսել, որ ժողովրդի իշխանության աղբյուր է, դա նոնսենս է, քաղաքագիտական նոնսենս, որտեղ դու պետք է այդ ռեսուրսի տերը լինես։ Մեր առաջարկող քաղաքակրթական այս պետության հիմքում դրված է Վլադիկ Սմբատի Ներսիսյանցի ցիվիլիզմը մանիֆեստը, որտեղ ցիվիլիզմի մանիֆեստը որպես տնտեսակարգային արդեն բովանդակությունն եմ ասում, որտեղ նա տվել է տնտեսական բովանդակություն։ Մենք տալիս ենք նրա հոգևոր բարոյական փիլիսոփայական մասը։ Այնտեղ դրված էր, որ ազգային հարստությունը ազգային սեփականություն է։ Այսինքն դուրս է գալ կապիտալի շատ լավ, եկեք հիմա հասկանանք դա ազգային հարստությունը ինչպես է դառնալու ազգային հարստություն իրականում։ Իսկն մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք հանքեր, այո, հող, ինչ-որ պաշարներ, գիտական պոտենցիալ, որը կա, շենքեր, շինություններ, դա ոնց է պատկանելու ազգին։ Օրինակ, եկեք հասկանանք օրինակ հանքերի օրինակով։ Հայաստանում կան ոսկու հանքեր, մոլիբդենի հանքեր։ Դա ոնց պիտի պատկանի ամեն քաղաքացու, որովհետև եթե կոնկրետության մեջ չենք ասում, հիմա էլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հարկ են տալիս, բայց մենք հասկանում ենք, չէ, այդ հարկ տալը դա իրականում կեղեքում է, թալանում են, որովհետև այդ եկամուտների ահռելի բաժինը դուրս է գալիս Հայաստանից, պատկանում է մի քանի մարդու, լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդու։ Ոնց եք պատկերացնում ազգային հարստությունը ժողովրդին վերադարձնելու, դրանով նաև իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը։ Ուրեմն, այո, սա շատ կարևոր հարց է, բայց եկեք այս հարցի տարբեր շերտերը քննենք։ Ուրեմն, առաջի հերթին, երբ որ ասում ենք այդ հանքերը ինչպես են պատկանում, բանից պարզվեց, որ 1991 թվականին, երբ որ մենք գնացինք այդ անկախության, դրա առաջնային ճիշտ քայլը կատարվեց, բայց քանի որ դրա հիմքում դրված էր նենգություն, ամբողջությամբ այդ իմաստը մասնավորեցումը։ Այո, բայց որ մասնավորեցումը, երբ որ Հայաստանի ամբողջ վաուչերային, այո, այսինքն վաուչեր տալը ճիշտ քայլ էր, որ այդ ամբողջ ազգային հարստությունը, որը կուտակվել էր սովետ խորհրդային Բայց որ դու վաուչեր տալիս ես մարդկացես սոված ես բամ, դա կոպեկտորով հետո առնում ես իրենց։ Ես գալիս եմ դրան։ 70-ամյա հարստությունը խորհրդային Հայաստանի բաժանվեց Հայաստանի բնակչության միջև հավասարաչափ, բայց խախտվեց ամենակարևոր պայմանը։ Դրա օտարման իրավունքը դու պետք է չունենայիր։ Այսինքն այն պահին, երբ որ քեզ տալիս են, հաջորդ պահին սկսում են քեզնից առնել, որտեղ դու սոված ես, որտեղ պետք է ծախես, որ ընդամենը մի հաց կնես, հետեւաբար դու այդ վաուչերը, այսինքն քո ազգային հարստության քո մասնաբաժինը դու ընդամենը մի փոր հացի դիմաց վաճառում ես։ Այստեղ էր նենգությունը, որ ասում եմ, վաուչերներ տալ, այսինքն հավասարաչափ այդ հարստությունը բաժանեն, որտեղ դա մեր պապերն են իրանց արյուն քրտինքով վաստակել, մենք մի րոպեում դա վաճառեցինք։ Բայց եթե չլիներ դրա վաճառելու իրավունքը, հետեւաբար այդ հարստությունը կմնա։ Այսինքն այդպիսի հնարավորություն կա, որ հարստությունը բաժանվեր հավասարաչափ։ Հիմա գալիս ենք երկրորդ արդեն դրա խորքային մասը, հանքերի։ Նայեք, ժողովրդավարության էս ողբերգությունը ներկայիս ժողովրդավարություն։ Ուրեմն ասում եմ դու ինձ ընտրել ես որպես իշխանություն, որ ես կառավարեմ քո կյանքը, եւ հանկարծ պարզում որ կարող է 1 րոպեի ընթացքում ինչ որ X մարդ, հա, գնա օթանավակայան, ինչ որ X մարդ վայրեջ կատարի օթանավակայանում 45 րոպե այդ սրճարանային հանդիպում ասեմ, թե ինչպիսի հանդիպում 45 րոպեվա մեջ ձեր ասած մոլիբդենային որևէ հան կամ ազգային որևէ հարստություն մի րոպեվա մեջ տնօրինության տրվի ինչ որ մեկին։
Պատկերացնում եք այդ աբսուրդի աստիճանը, որ ազգային այդ հարստությունը կարող է կամայականորեն մի քանի րոպեվա մեջ քեզնից օտարվել։ Այն դեպքում, երբ որ դա մեր ասած պատկանում էր ազգին որպես ազգային սեփականություն, որևէ մեկը, որևէ իշխանություն չի կարողանա 5 րոպեում նման բան ստորագրելու։ Սա այն հիմնարար խնդիրներից մեկն է, որը հիմա քաղաքական դաշտի համար պետք է դառնա խաղաթուղթ ցույց տալու համար այդ ապագայի պետության մեջ, ինչպես է ժողովուրդը լինելու այդ հարստության սեփականատերը իր հավասարաչափ բաժնեմասով առանց օտարելու իրավունքի եւ անընդհատ կուտակվող եկամուտներից ունենալու իր չափաբաժինը։ Եվ սա ֆիքսիա չենք ասում, այդպիսի օրինակներ կան տարբեր երկրներում, որոշակի, այսպես ասած, հանքային, հարստությունների հանդեպ, հատկապես Ալյասկայում, Նորվեգիայում, որտեղ այնտեղ նավթային պաշարների հանդեպ է այդ հարստությունը, իդեպ ասեմ, որ Նորվեգիայում այս 2-3 տասնամյակի ընթացքում այդ հարստությունը կուտակող հասել է 1 տրիլիոն դոլարի։ Իսկ չենք խոսում 1 միլիարդից 10, 100, 1 տրիլիոն դոլար եւ այդ ահռելի գումարն այնքան մեծ է, որ նույնիսկ չգիտեն թե ինչպես ծախսեն այդ 1 տրիլիոն դոլար, որը գնալով տարեստարի աճում է։ Այսինքն այս սեփականության ձևը բերելու է փոխելու է ամբողջ կառավարման ձևաչափը եւ որևէ մեկ այլևս իրավունք չի ունենալու այն քեզանից ուղղակի օտարելու, որտեվ դու ինքդ ես դրա տերը, դու ինքդ ես շահագրգռված ստեղծել այնպիսի, այսպես կառավարման օղակներ, որպես այդ կառավարման արդյունքում քո հարստությունը 1-ից դառնա 10, 10-ից դառնա 20 եւ այդպես շարունակ։ Այսինքն սա կարևորագույն խնդիր է։ Հիմա խնդիրը այն է, որ ինչպես կարողանանք երկրորդ ասեմ, արդեն գնանք մյուս հարստություններից տոպ-տիպիկ օրինակով։ Նայեք, երբ Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցավ, ԳՏԼ-կոմի ինֆորմացիաների, այսպես արտահոսք, մենք չէինք կարողանում վերահսկենք այդ արտահոսքը ինչպես են կարողանում թշնամական, պետությունը օգտագործել եւ թիրախավորել մեր բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների եւ այլն։ Հիմա տեսեք, ընդհանրապես մի քանի շաբաթ առաջ նման մի տրամաբանության գործարքել տեղի ունեցավ Թիմ Տելեկոմի հետ։ Հիշում եք երևի, որ թե ինչպես հիմա ժողովուրդը բողոքում է, բալավ, այդ ինչ անեն, որ այդ նման մեր մեջքի հետևը նման պայմանագրեր չկապվեն, որոնց այսպես ասած ապագան չափազանց անորոշ է, թե ինչի համար է այդ պայմանագրերը։ Իսկ դրանք մենք հասկանալի է, որ պետք է པարզ հասկանանք, որ ընդհանրապես մեկ քանի տարի առաջ, երբ որ այսպես Յուքոմը բաժանվեց եւ այդտեղից արհեստականորեն արդեն པարզում նոր առաջացավ Թիմ Տելեկոմը, դա հերար նպատակ ուներ հենց այսօրվա պայմանագրերի համար։ Այսինքն այդ ռազմավարական հերահարությունը նրանք անգիր գիտեն եւ անում են։ Եվ վստահ եմ, եթե մենք գնանք Թիմ Տելեկոմի բաժնետերերի մեջ մանկանք, թե ովքեր են այդ բաժնետերը, որոնք մենք չգիտենք, հանկարծ կարող է պարզվել, որ իշխանական թևերից կամ իշխանական օլիգարխի թևերից այնտեղ բաժնետերեր կան, որտեղ դա հերար նպատակով այսօրվա համար էր արած։ Իսկ ինչ ենք առաջարկում այդ ժամանակները մենք ասում ենք, որ ինչպես ասել են, որ հանրային մեծ ծառայություններ մատուցող նման ռազմավարական սուբյեկտները պետք է նորից պատկանեն ողջ ազգաբնակչությանը, որտեղ ողջ ազգաբնակչությունը նորից ամեն մեկս յուրաքանչյուրս օգտվում է նրանց ծառայություններից։ Մենք ինչ ենք առաջարկում։ Ասում ենք այդպիսի ընկերությունները բացառապես պետք է պատկանեն 3 միլիոն ազգաբնակչությանը։ Թող այդ 3 միլիոն ազգաբնակչությունը ինքը ստեղծի Արմենթելներ, Յուքոմներ, Վիվասելներ, իսկ ինքը դառնա բաժնետերը, կարող է այն որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տալ որևէ մասնավոր ընկերության այն կառավարելու, բայց ամբողջությամբ բաժնետերը դու ես։ Եթե մենք առաջարկում ենք, որ այդ ժամանակ ենթադրենք Յուքոմը, բայց դա ուղղակի բաժնետոմսեր են, որոնք պետությունը պետք է նվիրի քաղաքացիներին, թե քաղաքացիները պետք է ներդրումներ անեն։ Նայեք ոնց է, սա որտեղ այդ ընկերությունները առանց ներդրումների չեն որ գոյություն։ Հիմա եկեք մյուս կողմից մոտենանք։ Հիմա հեծի պահով գանք։ Հիմա նայեք, հեծն էլ պատկանում էր մի որևէ սեփականը տիրոջ, ու մենք ասում ենք, որ հեծն էլ այն ռազմավարական օբյեկտն է, որը նույնպես պետք է պատկանի 3 միլիոն ազգաբնակչությանը, որտեղ 3 միլիոնս առանց այս լույսի չենք ապրում գեթ 1 վայրկյան։ Բոլորս այդ լույսից կախված ու ապրում ենք։ Հետևաբար, եթե այդ ծառայությունից բոլորս ենք օգտվում, հետևաբար դրա տերն էլ մենք պետք է լինենք։ Երբ որ հեծը իմ ասում են պետականացվեց կամ ազգայնացվեց, անշուշտ այն չազգայնացվեց, այն ընդհանրապես պետությունը, իսկ պետությունն էլ այսօր ասոցիացում է մի ավտոբուս խմբակի հետ, ինքը յուրացրեց եւ հիմա ըստ իր կամայականության ու տնօրինության առումով, այո, եւ անշուշտ դրա մեջ է կար ռազմավարական նպատակ, կարող է օրից մի օր հանկարծ ասեն, որ այլևս նպատակահարմար չէ, պետությունը լավ կառավարիչ չէ, մասնավորն ավելի լավ կառավար չէ, եկեք վաճառենք, հանկարծ պարզվում է առավ դա ինչ որ թուրքական X ընկերություն։ Այսինքն այստեղ էլ կար ռազմավարական նպատակ։ Հիմա նման բաներից խուսափելու համար ինչ ենք առաջնում, որ դարձյալ պետք է լինի 3 միլիոն ազգաբնակչությունը դրա տերը։ Հիմա որ պետությունը խլեց, դրա համար ինչ որ ներդրում արեց, թե չէ։ Այստեղ այլ է խնդիրը, որ մենք այն մասնավորը, ով որ պետք է ենթադրենք դա կառավարի աշխատացնի, կա ժամանակի մեջ տոկոսային հարաբերակցությունների պայմանավորվածություն, որ այս պահին այսքան տոկոսը իրանն է, այսքան տոկոս մենք ինչ ենք առաջ, որպեսզի ձեր ասած ներդրումն լինի, առաջարկում ենք հիմնադրամային ներդրումային շրջանառու
այդ հիմնադրամը կապիտալ ներդրումային շրջանառու հիմնադրամը։ Եվ այստեղ ենք հիմա առաջարկում ձեզ անցած անգամ էլ ձեր տաղավարից որ խոսեցինք, ասենք այսօրվա օլիգարխները, ովքեր հայտ են ներկայացրել իշխանությունը խլելու, իսկ իշխանությունը խլելու արդյունքում, քանի որ նրանք չգիտեն ինչպիսի պետություն են ստեղծել, որտեղ չունեն այդ գաղափարական փիլիսոփայական կապիտալը, ասում ենք այդ կապիտալը հիմա Աստծո կամոք թե ոնց մենք ունենք, մենք ենք առաջարկում, բայց դուք ունեք մյուս հզոր կապիտալը, տնտեսական ռեսուրսը, եկեք այս ամեն ինչը դնենք նպատակի համար, ոչ թե որ ես իշխանության կամ ոչ թե դուք իշխանության կամ երրորդ մարդ, այլ նպատակի համար։ Իսկ նպատակի համար ով որ այդ պարտավորությունների մեջ վաստակեց այդ իրավունքը թողնել այդ իշխանական բարձրագույն օղակներում իր դերակատարությամբ ու իր առաքելությամբ դա տանի առաջ, բայց ասում եմ կապիտալը ձերն է, հիմա եկեք այդ կապիտալը ոչ թե դրա ինչ որ մի 0.01% օգտագործեք 1-2 ամսյա կարճաժամկետ ընթացքում իշխանության այդ ընտրությունների ընթացքում կռիվ տալով եւ այդ փողը տեղ մխսելով որ դուք սա 2 ամսում այսպես ասած վազանցելու եք իշխանություն վերցնեք, այլ այդ կապիտալ ներդրումները բերեք, դրեք այդ հիմնադրամի մեջ եւ այդ կապիտալ ներդրումներով փորձեք ստեղծել նման ձեռնարկություններ, որտեղ 3 միլիոն հասարակության անդամները, քաղաքացիները կլինեն դրա սեփականատերերը։ Սա այն միջոցն է, որը դուք կհանեք Նիկոլի տաղից սոցիալական պլատֆորմը։ Սա ենք մենք առաջարկում։ Իսկ Նիկոլի հիմնական մի քանի պլատֆորմ ունի։ Սոցիալական պլատֆորմը, ուզենք թե չուզենք այդ 15%, 20%, 25% էական չէ, կա մի սոցիալական շերտ, որ իր պլատֆորմն է։ Երկրորդը իր վարչական ռեսուրսն է, վարչական ռեսուրսներից կարելի են առանձնացնել մեկ օղակը, որը շատ կարևոր է, իրավապահ համակարգը, ոստիկանություն, դատախազություն, քննչական եւ այլ, ԱԱՑ եւ այլ, մյուսը իր արտաքին ուժերի հովանավորչություն։ Այս 4 համակարգերին հակակշիռներ մենք պետք է ստեղծենք։ Առավել եւս սոցիալականի համար դու պետք է սոցիալական պլատֆորմը ստեղծես։ Սոցիալական պլատֆորմը կարա ստեղծել, որ ասում եմ քաղաքակրթական նոր թարմացման, նորացման, դա լինելու է արդարապետության ձևաչափս, արդարակարգս, արդարակարգի այդ ողջ գաղափարական փիլիսոփայական հիմքը, որ տալիս ենք, դրա սոցիալական հիմքը իմ ասած հիմնադրամային ստեղծումն է, որտեղ դու ցույց ես տալու դուք 3 միլիոնդ այստեղ լինելու եք բաժնետեր։ Պարոն Մակարյան, վերջին հարցս էս թեև մյուս եթերներում կշարունակենք այս միտքը։ Այս ամեն ինչը որ կա, այս պլանները, ծրագրերը, մոտեցումները, քաղաքական ուժերի հետ քննարկման անհրաժեշտություն զգում եք եւ երբ եք գնալու եք, քննարկելու եք, իրենց եք հրավիրելու, քննարկելու եք։ Ուրեմն հարցը բավականին պետք է ասենք որ չպայմանավորված հարց էր, բայց շնորհակալ եմ հարցի համար, որովհետև դուք մոտորապես ասեցիք այն, ինչ որ մենք ծրագրում ենք, իհարկե մենք չէինք ուզում այսօր բացահայտենք, բայց որ հարցը տվեցիք, թերևս երևի թույլ տրված է ինձ այսօր մեր ընկերները թույլ կտան որ ես բացեմ։ Մենք հիմա ուզում ենք գնալ նման մի միջոցառման 2026 ընտրություններ, արդյունքներ, այսպես ասած դասեր, հա, այսպես ասած, եւ կարևորը անելիքներ, հա, ինչ ենք անելու եւ մենք այստեղ ունենք խորքային վերլուծություն թե ինչի տեղի ունեցավ հունիսի 7-ը եւ ինչու հենց այդպիսի արդյունքներ գրանցվեցին, դա մեզ պետք է որպեսզի հունիսի 7, հունիսի 8 էջը շրջենք, որտեղ այդ հունիսի 7-ից ով դեռ կախված կլինի եւ կմտածի որ այս անգամ չստացվեց, արի կրկին փորձենք, այս լատարեն չեղավ, մի 6 ամիս, մի տարի, 5 տարի հետո այդ լատարեն կրկին փորձենք շահելու ենք, որ մենք փակենք այդ էջը, ցույց տանք, որ այդ քաղաքական ալգորիթմերը չեն աշխատում։ Երկրորդ ունենք առաջարկների արդեն փաթեթը, այս քաղաքակրթական պետության նոր մոդելը։ Եթե հետո առիթներն խոսենք, թե քաղաքակրթական պետությունն ինչ է իր մասշտաբայնության, որ եթե քաղաքական ազգեր եւ քաղաքական պետությունները ունեն կոնկրետ տարածաշրջանային սահմանափակություն, հա, X քառակուսի կիլոմետրի վրա, քաղաքակրթական պետությունները այլևս չունեն աշխարհագրություն, միևնույն ժամանակ ունենալով միջուկում աշխարհագրություն, այսինքն աշխարհագրությունը հայկական այսօր հանրապետությունն է կամ հայկական լեռնաշխարհն է, բայց իր աշխարհագրությունը համամոլորակային է։ Այսինքն քաղաքակրթական պետության թեման մենք կբացենք։ Հիմա այդպիսի մի առաջարկով ուզում ենք դիմենք այն քաղաքական ուժերին, ովքեր կարող են այս քաղաքակրթական ստարտափի մեջ ներդրումային այն մեծ պոտենցիալը, որը սոցիալ հասարակական պլատֆորմը ստեղծեն, գնալու համար այդ քաղաքացիական կապիտալի կամ այդ քաղաքացիական սեփականության ձևավորումը, ինչպես բնութագրում էր ինքը Վլադիկ Սմբատի Ներսյանը, մենք այդ քաղաքացիական հարստությունը կամ սեփականությունը անվանում ենք հայրենատիրական սեփականություն, որտեղ այստեղ իրոք խնդիրը հայրենատիրական սեփականության մասին, որովհետեւ հայրենիքին տեր լինես։ Եվ հենց նաև այստեղ այդ քաղաքակրթական պետության զարգացման նախագիծը իրականացվեց։ Այնպես որ այդպիսի միջոցառում նախատեսում ենք, անշուշտ երևի կդիմենք, նրանց կողմից էլ գալու այդ նույն թեմայի շուրջ, այո, 2026 թվականի ընտրություններ, արդյունքներ, գնահատականներ եւ անելիքներ, թող իրանք էլ իրենց տեսլականները ներկայացնեն եւ դա լրիվ այն հարթակը, որտեղ կարող է հոգեվոր միտքը,
բարոյական միտքը, արժեքային միտքը, փիլիսոփայական միտքը, ֆինանսական ռեսուրսը, մեդիա ռեսուրսները, բոլոր ռեսուրսները միաբանվել, ինչպես ասում ենք, ազգային համապարփակ եւ համընդգրկուն մոբիլիզացիայի համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ Պարոն շնորհակալ։ Մակարյան, տակից դուրս համար ես շնորհակալ եմ դրուցում Էդգար Մակարյանից տեսություն կհանդիպենք։